Դրա մասին խոսեցինք, բայց մտիկ կուզենային գծեի։ Փաստորեն մարդիկ նաև ոչ միայն հացով են ապրել, այսինքն ուտելու հացով, այլ նաև ստեղծել են բաներ, որոնք ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չեն ունեցել, այսինքն արվեստը վերջին հաշվով հոգևորն ա եղել։ Հոգևորը ոչ մի այսպես շոշափելի բան իրենց չի տվել, բայց ստեղծել են։ Նույն լասկայի բաներից սկսած, չգիտեմ, քարանձավներից մենք միշտ հանդիպում ենք, ուզում եմ հասկանամ, այս նեոլիթյան շրջանում ինչ որ նոր առանձ բաներ կամ առանձնահատկություններ ինչ ունենք։ Հիմա ամբողջ խնդիրը սա է, մինչև որ ասենք այդ Ժակովենի հետ առաջ քաշված այդ ասենք խորհրդանշանների հեղափոխության, այսինքն հոգևորի առաջնայինությունը հոգևորն է, այսինքն հոգևորի հիման վրա է մարդը դարել քաղաքակրթություն ստեղծող հանրություն, հա, չլներ այդ հոգևորը չէր լինի նաև այդ անկախ նրանից ինչքանով նա պարապել, ասենք երկրագործական միջավայրում, այնպիսի միջավայրում, որտեղ կար այդ ծորենը, վայրի տեսակները եւ նրա հարևանությամբ ապրել եւ այլն, բոլոր դեպքերում դրանց բոլորի կատալիզատորը, որովհետեւ դու գնաս դրանք ամբողջի համար հիմքը եղել է հոգևորը։ Այսինքն միանշանակ է, որ մինչեւ այստեղ գաղափարի մեջ ձևավորվի ինչ որ մի բան, իրական կյանքում դու դա չես կարող կենսագործել։ Դա այս պահին մեր ձերքի տակ եղած տվյալները ավելի շուտ խոսում են այդ տիպի, հա, զարգացումների ընթացքի մասին։